Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Փառքով համբարձվեց Առաջի Տիմոթեոս 3:16 Մենք տեսանք, թե մեր սիրելի Տերն իր երկրավոր օրերում ինչպես խոնարհվեց ու ցածրացավ, քանզի նա անարգված և մարդկանց երեսից ընկած, հարվածների Տեր և ցավի տեղյակ եղավ։ Եսայի 53:3 Նա, ով առավոտվա պես պայծառ էր, վշտի ցնցոտիներ էր կրում, որպես իր ամենօրյա հագուստ։ Ամոթն էր նրա պատմուճանը և նախատինքը նրա զգեստը, բայց հիմա, երբ նա արդեն հաղթել է խավարի բոլոր զորություններին, այն արյունոտ փայտի վրա, մենք նայում ենք մեր Թագավորին, որ ներկված հանդերձներով վերադառնում է Եդովմից և զգեստավորված է հաղթանակի շքեղությամբ։ Ինչ փառավոր պետք է նա եղած լինի սերովբեների աչքերում, երբ ամպը ծածկեց նրան մահկանացուների տեսադաշտից, և նա երկինք համբարձվեց։ Հիմա նա կրում է այն փառքը, որ ուներ իր հոր մոտ աշխարհի լինելուց առաջ (Հովհաննես 17:5) և մի ուրիշ փառք ևս, որ վեր է ամեն բանից, փառք, որը նա վաստակել է կռվելով մեղքի, մահվան և դժոխքի դեմ և հաղթելով դրանց։ Որպես հաղթող նա փառավոր պսակ է կրում։ Լսել եք այն երգը, որ վեր դեպի երկինք է բարձրանում։ Դա նոր և ավելի քաղցր երգ է։ Արժանի է գառը, որ մորթվեց, քանզի նա մեզ իր արյունով փրկագնեց մեր Աստծո համար։ Նա կրում է նաև բարեխոսի փառքը, որը երբեք չի ձախողվում, այն իշխանի, որը երբեք չի պարտվում, այն նվաճողի, որը հաղթել է իր բոլոր թշնամիներին, այն Տիրոջ, որը նվիրված և հավատարիմ է մինչև վերջ։ Հիսուսը կրում է այն ամբողջ փառքը, որ երկնային շքեղությունը կարող է պարգևել իրեն, այն փառքը, որով միլիոնավոր հրեշտակներ փառավորում են իրեն։ Դու չես կարող քո ողջ երևակայությունը լարելով անգամ ըմբռնել նրա գերազանց մեծությունը։ Այնուամենայնիվ, ապագայում, երբ նա երկնքից կիջնի իր մեծ զորությամբ, բոլոր սուրբ հրեշտակների հետ, նա նորովի կհայտնի իր փառքը։ Այն ժամանակ նա կնստի իր փառած աթոռի վրա։ Մատթեոս 25:31 Օ այդ փառքի փայլատակումը։ Այն կհափշտակի նրա ժողովրդի սրտերը, և սա դեռ վերջը չէ, նրա փառքի գովասանքը կզրնգա ողջ հավիտենության մեջ։ Ով Աստված, քո աթոռը հավիտյանս հավիտենից կա։ Սաղմոս 45:6 Թանկագին ընթերցող, եթե ուզում ես ուրախանալ Քրիստոսի փառքով ապագայում, ապա նա պետք է փառավոր լինի քո աչքերում հիմա։ Արդյոք այդպես է։